Նարեկը գալիս է վրատար, թող Արենը մտնի մեջ։ Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային երեկոն մեզ մոտ շարունակվում է եւ օրվա վերջին հանդիպումը միասին կդիտենք, որտեղ կրկին երկրորդ դիվիզիոնի շրջանակներում պայքար կտեսնենք Բարսելոնա-Լիոն հանդիպման ականատես կլինենք, կարևոր հանդիպում երկու թիմերի համար, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ։ Կա մրցավարի Սուլիչը մեկ տարկած է հանդիպումը Բարսան անցնում է գնդակ Լիոնին ու ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ, սկսենք հենց Բարսելոնայից Արտուր Պողոսյանը պաշտպանում է դարպաս համար 1, Ռոբերտ Նազարյան համար 7, Ռաֆի Մաթևոսյան համար 11, Ժան Ավակյան համար 14, Նարեկ Ղազարյանը պայսային դարպասապանը 33 համարի ներքո, Դավիթ Ավետիսյան համար 8, Հայկ Ավետիսյան համար 9, Ռուբեն Սարգսյան համար 22, Համլետ Հովանեսյան համար 77 եւ Սարգիս Մուրադյան համար 99 Լիոն այսօր դարպասը պաշտպանում է Լիոնի թիմի ավակը Ռոման Ջուլակյանը համար 1, Բաբկեն Աբրահամյան համար 3, Հայկ Հակոբյան համար 5, Էմիլ Հարությունյան համար 6, Լյուդվիկ Ադամյան համար 8, Ռաֆայել Աբրահամյան համար 9, Արթուր Ասոյան համար 23, Ռուդի Գեգորյան համար 4, Վահագն Բաղդասարյանի համարը նշված չէ այս պահին, ծանոթանցնենք հանդիպան ընթացքում, երբ պարզ կլինի Աբրահամյանի համարը, Տիգրան Սեյթրակյան համար 11 եւ Գալուստ Լուկասյանը համար 20։ Աբրահամյանն գնդակով թողեց Բաղդասարյանին, այո, Բաղդասարյանը 13 համարի ներքո այս խաղում Բաղդասարյանը աչքի եզրում ստացավ գնդակը, հեռվից փորձ Նազարյանի իր վրա է ընդունում Բաղդասարյանի կատարած հարվածը։ Այո, նախորդ տուրի խաղում Բաղդասարյանը շատ արդյունավետ հանդիպում անցկացրեց Լիոնի համար, Լիոնը հաղթեց Արարատին ու 5 գնդակներն էլ խաղում հեղինակեց Բաղդասարյանը Լիոնի ֆուտբոլիստը, եթե եւս մեկը խփեր իսկապես շատ արդյունավետ օրկունենար այս փոխանցումը հրաշալի էր Բաղդասարյանի կատարած։ Այո, այդ խաղի ժամանակ խոսեցի, որ Լեռնային Արցախի ֆուտբոլիստը Ռոնալդ Մելքումյանը նույնպես այդ խաղում պոկերի տեղություն պենտատրիկի հեղինակ էր դարձել, երկու ֆուտբոլիստներ միանգամից նախորդ տուրում կարողացան 5-ական գնդակներ հեղինակել, մեկը Լեռնային Արցախի ֆուտբոլիստը, մեկը Վահագն Բաղդասարյանը Լիոնի ֆուտբոլիստու այդպիսի արդյունավետությամբ։ Իհարկե, եթե Մելքումյանի պենտատրիկը որոշ իհարկե օգտեց Արցախին ակտնակի հասնելու գործում, բայց հաշվը 7-0 էր այնտեղ, ապա այստեղ Բաղդասարյանի գոլերը միայն հաղթականը եղան Լիոնի ֆուտբոլիստների համար։ Մրցաշարային աղյուսակին պայքարներ անց կայաց, նետենք հիմա ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը։ Բարսան 9-րդն է այս պահին 3 հանդիպումից հետո ունի 1 հաղթանակ կրած 2 պարտություն, այո, առաջությունը վատ մեկնարկեց Բարսելոնան 2 պարտություն կրելով, բայց նախորդ տուրում կարողացավ հաղթանակի հասնել ու վաստակել իր առաջին միավորները այս մրցաշրջանում։ Լիոնն էլ այս պահին 3 հանդիպումից հետո ունի 2 հաղթանակ, 1 կրած պարտություն եւ օնլայն տարբերակով գտնում է 6-րդ հորիզոնականում վաստակած նույնքան միավորով, այո 6 միավորով Լիոնը 6-րդն է այս պահին, բայց հաղթանակի դեպքում իհարկե կհավասարվի մինչեւ 3-րդ հորիզոնականը գտնվող Մոնցային պատկերացնում եք ինչ քայլ է կատարում Լիոնը հաղթանակի հասնելու դեպքում, Բարսան էլ հաղթանակի հասնելու դեպքում այնպես չէ որ քիչ է մոտենում առաջատարներին, միանգամից Բարսան կհավասարվի 4-րդ հորիզոնականում գտնվող Փարիզին։ Իհարկե նույնքան միավորներ ունեն նաև Արարատը եւ Լիոնը, բայց իհարկե հաղթանակի հասնելու դեպքում ես նշեցի այն հորիզոնականն, որին առնվազն կհավասարվի Բարսելոնան։ Համլետ Հովանեսյան թողեց գնդակը անցնի մրցակցից հետո
կարողացավ հասնել գնդակին, Ավետիսյանին է ուղարկում, սա փոխանցում էր դեպի Մաթևոսյան ու Ռաֆի Մաթևոսյանը կարող էր բացել հանդիպան հաշիվը, բայց կարծում եմ չէր սպասում Ավետիսյանի կատարած այս փոխանցմանը, համենայն դեպս Դե բարձր ոդկա, ապա կարող էր գտնել ցանց այս իրավիճակում Մաթևոսյանը, այդպես էլ կարծում եմ արեց պարզապես այնքան ուշ նկատեց Խաղանկերոջ կատարած փոխանցումը ու դա միայն չսպասելու արդյունքն էր, որից հետո արդեն Բնական անդին, չի խապում։ կարելի ասել ուշ ստացվեց այս դրվագը եզրափակելու հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից դուրս Ավետիսյան ու անկյունային է վաստակում այստեղ Լիոնը Կա փոխանցում հեռացնում է դարպասապա այստեղ գնդակը Ժանավակյան Եվս մեկ հարվածի փորձ երվից արդեն փակվեց Լյուդվիգ Ադամյանն է գնդակով գրոց դեպի Տուգանայինի մատույցներ, բայց շատ բարձր ընթացավ Ադամյանի կատարած փոխանցում ու հարված ենք տեսնելու Բարսայի դարպասից, այո, խաղարկումով Բարսան փորձում է եւս մեկ գրոց սկսել Համլետ Հովանեսյան Գտավ կենտրոնում Սարգսյանին թողեց Ավետիսյանին Սարգսյանն էլ գնդակը դեպի Համլետ Հովանեսյանը կրկին փոխանցում են տեսնում ու արդեն երկար փոխանցում առաջ, բայց Եգորյանը այստեղ ոչ միայն ընդունեց նաև հերվից է հարված կատարում, այո, այսպեսի համարձակքան Եգորյանից ու կարող էր իհարկե արդյունավետ ստացվել նկատել է որ դարպասապա Բարսայի դարպասում չէ Արթուր Պողոսյանը մի փոքր առաջ էր եկել ու փորձեց հեռար հարվածով Եգորյանը աշկի ընկնել եւ հարված այնպես չէ որ վատ էր ստացվել պարզապես վերջում իհարկե արդեն դարպասապա կարողացել էր իր տեղը զբաղեցնել ու այս իրավիճակում Բարսայի համար խնդիրներ չստեղծվեց Ավետիսյան երկար փոխանցում դեպի Մաթևոսյանը, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը։ Ու հարված կլինի Ռոման Ջուլակյանի պաշտպանած դարպասից։ Ջուլակյան երկար փոխանցում Նազարյանն է այստեղ էլ իր վրա անդունում գնդակը Սարգսյան դեպի Հովանեսյանը ու դեպի արդեն աճ ուղարկեց Հովանեսյանն էլ գնդակը բայց այստեղ Ավետիսյանը լավ չընդունեց գնդակը Լյուդվիգ Ադամյան պայքարում է ամենայն դեպս Ադամյանը միջև վերջ ու տեսեք խնդրեմ եզրային նետում վաստակեց այն իրավիճակում որում թվում է արդեն գնդակը կորցրել է Ադամյանը Բաղդասարյան հեռացեց վերջի պայն Ավետիսյանը գնդակը Բաղդասարյանի ոտքերի առջևից ու Եզից ամեն դեպքում այո նետելու են Ու գիտես արաբը սերը չի կարա իմանալ Լիոնի ֆուտբոլիստները Լյուդվիգ Ադամյան թողեց գնդակը Գիտես ինտիմ հարաբերություն Ասոյանին բայց Կերրիտ է չգիտեք Այստեղ հարված էին դիրքում չստացվեց հայտնվել Ասոյանի մոտ Սետրակյան Դեպի Եգորյանը հերվից եւս մեկ փորձ, բայց շեղությամբ է ստացվում Եգորյանի կատարած երկրորդ փորձը հեռա տարածությունից Այստեղ էլ չստացվեց Բարսայի մոտ գրող կազմակերպելը Ասոյան կա, աչից տարբերակ ուղարկեց գնդակը Աչեզն Ղուկասյանի ուղղությամբ Բաղդասարյան Գտավ կենտրոնում Բաղդասարյանը Անկերոջն Եգորյանը դեպի Սետրակյանն է ուղարկում գնդակը Եվս մեկ փոխանցում Սետրակյանից Մաթևոսյանը փակեց գնդակի ճանապարհը ու չնկատեց որ Ջուլակյանը արդեն դարպասում չէ եւ կարող էր հեռվից հարվածել Մաթևոսյանը բայց հետո էլ Ժանավակյանի մոտ չստացվեց հարված կատարել ու եսից նետելու է Բարսան Մաթևոսյան արդեն չկար խաղանկերներից ոչ ոք հարձակման գոտում այս իրավիճակում Ռաֆի Մաթևոսյանի ու գնդակը բաժին հասավ Լիոնի ֆուտբոլիստերին ովքեր հիմա սխալվեցին լավ է որ ամեն ինչ կարգին ավարտվեց Իսկ հիմա դեպեր էր սա Ավետիսյանի համար ու բացում է Բարսան հանդիպան հաշիվը 1-0
բայց շորմոր չեք բերել փոխը։ Դավիթ Ավետիսյան ունենք առաջին գնդակ այս խաղում 1-0 բարձր բացում է հանդիպան հաշիվ, այո, հավատացու միջև վերջ գնաց Ավետիսյանը եւ ախնդրեմ այսպեսի նվեր ստացավ դարպասապան Ջուլակյանից եւ կարողացավ դիմակայության հաշիվը բացել։ Հիմա տեսնենք բաց թողած գնդակին ինչով կփորձի պատասխանել Լիոնը։ Ազարյան դրում է գնդակը Սարգսյանի ուղղությամբ Ավետիսյան, բայց այստեղ Ասոյանն է գնացել պրեսինգ է, Ավետիսյան ինչ է այստեղ հասցրեց, այո, փոխանցել այլապես կորցրել գնդակը Մաթևոսյան, եթե ստացվեր անցնել Եգորյանին շքեղ կլիներ, բայց իհարկե Եգորյանը շատ փորձառու է, բանկեց Մաթևոսյանի մտահղացումը դեպի աջ, վտանգավոր գրոհ է Ադամյան, չորսած գնդակը Լյուդվիգ Ադամյան այս իրավիճակում Այո, եթե նստեր գնդակը Ադամյանի ոտքին դրվա ակնհայտ կերպով այլ կերպեր ավարտվելու Ժանավակյան թողնում է Մաթևոսյանին գնդակը Ով էր ուզում նոր մտներ, Կրկին Ավակյան ու կհասնի գնդակին ոչ շատ է թողել Ավակյանը գնդակը Աշես կերվում է Ջուլակյան գլորում է գնդակը Աչ եզր Այստեղ էլ փոխանցած Ղուկասյանը, բայց Փորձրեցին արդյունքում Լիոնի ֆուտբոլիստները գնդակը Ավակյան Մաթևոսյան Առաջում հանգիստ խաղարկում է Բարսան գնդակի կիսադաշտում Արդեն մրցակցի կիսադաշտում Մաթևոսյան դեպի Հովանեսյանն է ուղարկում գնդակը անցավ Հովանեսյանը մեկ մրցակցի նորից ստացվեց անցումը, բայց իհարկե շահանակությունը պետք մտածել Հովանեսյան դեպի Սարգսյանը Սա փոխանցում էր, բայց Ասոյանը ճիշտ դիտքում էր ու հիմա հակագրո արդեն Լիոնից Բաղդասարյան կարող է հավասարեցնել հաշիվը Բաղդասարյան ու ոչ միայն դարպասապահ, այլ նաև դարպասաձողը եկան օգնության այստեղ Բարսայի ֆուտբոլիստերին Արտուր Պողոսյանը կարողացավ փակել հարվածի ուղղությունը, հետո էլ արդեն դարպասում չուզեց գնդակը հայտնել դարպասաձողից հեռացավ դարձի սահմաններից ու անկյունայինը իրականացնեին Լիոնը կա փոխանցում այստեղ էլ Եվս մեկ հետ փոխանցում այդ փորձում կարծում եմ պատրել Գալուս Լուկասյանը դեպի Էմիլ Հարությունյանը, բայց արդեն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Համլետ Հովանեսյան դեպի Նազարյանը փոխանցեց Հովանեսյանը դեպի աչել Նազարյանն է հասցեադրում գնդակը Ժանավակյան Դլորում է Բարսան առայժմ հանգիստ գնդակ իսկապես դեռ Լիոնը միայն Բաղդասարյանի վտանգավոր պահն է ստեղծել որտեղ կարող են իսկապես հավասարեցնել հանդիպան հաշիվը բայց շեղությամբ ստացվեց ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե շեղությամբ ստացվեց այլ չայ տվեց գնդակը ցանցում որից հետո առայժմ վտանգավոր պահ դեռ չի ստեղծել Լիոնը Բարսայի դարպասի ուղղությամբ Մաթևոսյան ուղարկեց գնդակը Հովանեսյանին Ժանավակյանը հարվածնել կա ու այստեղ փակում է նաև Ավակյանի հարվածի ճանապարհը իսկ սա իհարկե 11 մետրանոց հարված է Վաստակ է 11 մետրանոցը Ժան Ավակյանը Այո, հստակ ցույց տվեց մրցավարը նշակետը առանց այն էլ Սարգսյանը որոշեց չհարվածել, շատ ճիշտ վարվեց ու 11 մետրանոց է նշանակվում հիմա էլ Լիոնի դարպասի ուղղությամբ ու տեսնենք 11 մետրանոց նշակետից ով է հարված կատարելու բայց մրցավարը կարծես դրվագն է ուսումնասիրելու, որից հետո նոր կայացնի վերջնական որոշումը
Ամեն դեպքում մրցավարը ուսումնասիրեց դրվագը եւ այո մնում է որոշմանը ակնհայտ է 11 մետրանոցը խախտումը տեղի էր ունեցել Տուգանային հրապարակի ներսում ու Բարսան ավելի լավ հնարավորություն չէր կարող պատկերացնել այս խաղում հաշիվը կրկնապատկելու համար, բայց Վաստակելը բավական չէ պետք է այն դիպուկ իրացնել Ջուլակյանը պաշտպանում է Լեոնի դարպասը Մաթևոսյանն էլ մոտեցել է գնդակին Մաթևոսյանը լավ է հարվածները իրականացնում տեսնենք կա մրցավարի սունիչը Ռաֆի Մաթևոսյան 2-0 դիպուկ հարված Մաթևոսյանից ու արդեն երկու գնդակի առավելություն ունի Բարսան Լեոնի նկատմամբ այս խաղում Արա դու քեզ ես ինչ ասեմ էնի արա Երկուսը այո Մաթևոսյանի հարվածը հաջող ստացվեց ու արդեն պետք է փորձի Լիոնը ոչ թե մեկ այլ երկու գնդակի խնդիր լուծել առնվազն երկու գնդակի որից հետո նոր միայն հաշվի հավասարությունը կվերականգնվի Ինչ ա կորնա Ես ից արդեն կնետի Բարսան այո շատ արագ կորցրեց Լիոնը գնդակը Վերջինը ինչ հաց հեռացնում ուտա Ավակյան դեղին ինչ Դեպի Ավետիսյան Մաթևոսյանին Ժան Ավակյանը արագացավ աչ եզրում ու տեսնենք Այո, ես իսկ կնետի Բարսան գնդակը կլինի Բարսային, այստեղ Եգորյանից է գնդակը դուրս եկել դաշտի սահմաններից When երեխեքի մոտ 10 թոտան դեղին է Ես դրային ես ում իրականացված է Ավակյան ավելացեց գնդակի ընթացքը, բայց Ջուլակյանը արդեն դուրս գալով դարպասից վերցրեց գնդակը Նասարյան դեպի առաջ ուղարկեց, բայց չկար ոչ ոք այստեղ Լիոնի ֆուտբոլիստներից, որ խոչընդոտ հանդիսան այս իրավիճակում, իսկ հիմա Բաղդասարյանը հաջող խլում իրականացեց դիպուկ հարված, բայց վերջում արդեն Պողոսյանը կարողացավ հեռացնել գնդակը, հետո էլ արդեն խաղի կանոնները խախտեցին հարցակման ժամանակ Լեոնի ֆուտբոլիստները Լավա շապատ օրասորը մեջ են խաղում Ափլիքսան դու սոս կար կդրեք երկու դուք երկուսը ձեր թոշակը Նազարյան գլորում է գնդակը Սարգսյանի ուղղությամբ երկուսով հետևել Դեպի Մաթևոսյանը ամեն չեմ էլի ախպեր Մեր քանի տարեկան Դու ինչքան խորհի Դեպի աչին Մաթևոսյանը հասցեակեց գնդակը Սարգսյան դեպի Ավետիսյանն է ուղարկում գնդակը Եվս մեկ փոխանցում Սարգսյան կրունկով, բայց չհասավ գնդակը Ժան Ավակյանին Վերջակամ երևի որ գնացել եք զվոնց է դեպի եք չէ խաղացել Այո, նորից գնդակը կլինի Բարսայինը Բերում սոս կարտոֆ։ Ավակյան երկուսով Ադիա ուր եք եք մամտեք ռոք ջան Ընդ է չէ՞ ազգալում է չէ՞ Այս բարձրացել գտնվում։ Արա ես Դու էլ ապրում ես շապատ նայել ես Բայց ես ի՞նչ նմանս Լևանդովսկի հարված կլինի այո Լեոնի դարպասից Հեսա ռոբ քեզ էլ գրուպի մեջ կգցեմ ախպերս Փորձից փոխանցում դեպի Աբրահամյանը շատ լավ փոխանցում էր, բայց Պողոսյանը նաև հասցնում է այստեղ դուրս գալ դարպասից ու հեռացնել գնդակը անկյունային է իրականացնել Լեոնը Բարսայի դարպասի ուղղությամբ Աբրահամյանը բաղադրում գնդակը ուժեղ փոխանցում կատարում, բայց Ժան Ավակյանն է բաժին ասում գնդակը Անետ Հովանիսյան արագացավ Հովանիսյանը ձախ եզրով մի փոքր դադար պահեց Օրս շիպկիները մեկան դեպի Ավակյանը, այո Ավակյանն էլ այստեղ խլում իրականացեց գնդակի, բայց փոխանցումը թույլ է ստացվում Ժան Ավակյանի կատարած ամեն դեպքում անկյունային է վաստակում Բարսան Տեսնենք անկյունային խաղարկում Գնդակը էս պատի տակ։ Էսա գնդակարի Նազարյան փակեց այստեղ մրցակցի փոխանցման ճանապարհը Սարգսյան ու շարժվում է առաջ Բարսան ձախ եզրով Ստացվի բես նավենա դավոն գնաց դեպի աճ ուղարկեց գնդակը Սարգսյանը Ավետիսյանն այստեղ է Նազարյան
Ապլը յա։ Այսօր դուք եք Արուտենա խաղում սուրոյպես է, սուրոյ չկացած դա։ Բանը լա խաղում։ ու գրում է ցախ եզրով Բանը զորոյպես են, բայ բանը Լեոնը բայց այստեղ Ավակյանը հաստրեց Սևոն։ փակել գնդակի ճանապարհը այո ամեն դեպքում եզից կնետեն Լեոնի ֆուտբոլիստները Եվս խաղացել առաջի խաղացու թիմը բացը խաղաց։ Եզրայինը խաղարկում է Լեոնը Բաղդասարյան մի փոքր լավ չընդունեց գնդակը բայց հեռու թողեց իրենից ու հետո էլ հարված ստացավ կարտեզը այո այդ խոցացածքին Բաղդասարյանը Եվ իհարկե ցանկանում է փոխանցվել կարծես վնասված կստացավ Բաղդասարյանը այս իրավիճակում Պայքարի մեջ կարծես հարված ստացավ ոտքին Բաղդասարյանը ու հիմա տեսնենք կարողանա իհարկե այս րոպեներին կփոխանցվի բայց հուսանք որ այս խաղում մենք կրկին նրան կտեսնենք խաղադաշտում Այո, ամեն դեպքում չկարողացավ շարունակել հանդիպումը ու Աբրահամյանն է մտնում նրա փոխարեն խաղադաշտ 3 համարի մարզակուստով Ավետիսյան Դեպի Մաթևոսյանը չէր նկատել Մաթևոսյանը որ արդեն շրջանցել է մրցակցին ու կարող է նույնիսկ այս փոխանցումը չկատարել այլ միայնակ շրջվել եւ շարժվել դեպի առաջ Սեթրակյան Փոխանցումը կա Սեթրակյանի կողմից կատարված Աբրահամյան դեպի ցախ եզր ու տեսնենք գրովում է Լեոնը Եթե առաջի կեսում միջև ընդմիջման գնալը ստացվի Լեոնի մոտ մեկը ետ բերել ապա շատ հետաքրքիր երկրորդ խաղակես կունենանք բայց փոխարենը հրաշագործ Մաթևոսյանը դուբլ է գրանցում իր անվան դիմաց այն ինչ արեց իսկապես հրաշալի էր 3-0 դարձնելով այս խաղում հանդիպման հաշիվը Ռաֆի Մաթևոսյան 3-0 այն ինչ արեց Մաթևոսյանը միայն ծափարությունների է արժանի այս իրավիճակում այո շատ լավ շրջվեց հետո զգաց որ դարպասապահը տեղում չէ եւ մեկ հարվածով մեկ թեթևակի հարվածով գնդակ ուղարկեց Լեոնի դարպասը մեծացնելով ընդհակառակը հոսեցինք որ Լեոնը պետք է մտածի կրճատելու մասին բայց փոխարենը միջև ընդմիջման գնալը Բարսան խփում է երրորդ ու Շատ ավելի ու ավելի ծանր իրավիճակում թողնում Լեոնին այս գոլը հեղինակելուց հետո Սարգսյան կա փոխանցում դեպի Մաթևոսյանը Մաթևոսյան նույն ոճով բայց այս անգամ շեղությամբ է ստացվում Մաթևոսյանի հարվածը դեսա ավելի շատ ոչ թե բարձից հարված ստացվեց այլ գնդակը Մաթևոսյանի հարվածից հետո մի փոքր ավելի ցածրով ընթացավ ու դարպասածողին շոհելով այսպես ասեմ դուրս եկավ դաշտի սահմաններից Ավետիսյան կա այո կա խաղի կանոնների խախտում Ավետիսյանի կողմից ու ստանդարտ է իրականացնելու Լեոնը Վերջին րոպեն մեկնարկում է խաղակեսի Եգորյանն է գնդակի մոտ Խորքից հարված բարձր է ստացում Եգորյանի հարված ու կարծում եմ մեկ գրոյի հնարավորությունը ամեն դեպքում մրցավարը կարող է թույլ տալ Բարսայի ֆուտբոլիստերին կամ եթե իհարկե Բարսան սխալվի Լեոնի ֆուտբոլիստերին այդ մեկ րոպեն դեռ կա Հովանեսյան չանցավ այս փոխանցումը Հովանեսյան եւս մեկ փորձ չի ստացվում ու հիմա արդեն Աբրահամյանն է արձագանքում գնդակին հետ ուղարկելով Ղուկասյանի ուղղությամբ գնդակը դեպի Ձախել Ղուկասյանը Տիգրան Սեթրակյան Գուցե Սալինի վերջին գրոհը առաջի խաղակեսում արագացավ Սեթրակյանը, բայց փոխանցումը այլ ուղղությամբ ստացվեց ու հակագրոհ արդեն Բարսելոնայից Հովանեսյան թույլ կտայո մրցավար այս գրոհը ավարտին հասցնեն Բարսայի ֆուտբոլիստները, բայց Հովանեսյանի
փոխանցումը կամ հարվածը գուցե բարձր ստացվեց ու վերջ խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-0 հաշվով հաղթում է Բարսան կարճ դադար, որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ վերադառնում ենք միասին Լիոն Բարսելոնա հանդիպան երկրորդ խաղակեսը վայելելու առաջի կեսից հետո 3 գնդակի առավելությամբ հաղթեց Բարսան ու տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ առաջարկելու մրցակցին Լիոնը այո ինչու Լիոնը որովհետև պետք է մտածի Լիոն այս իրավիճակը հաղթահարելու մասին շատ իսկապես վստահ խաղակես անցկացրեց Բարսելոնան հեղինակեց 3 գնդակ նախ կարողացավ բացել հանդիպման հաշիվը Ավետիսյանը հետո էլ դուբլի հեղինակ դարձավ Մաթևոսյանը Բարսայի կազմում ու տեսնենք երկրորդ խաղակեսում կրկնում եմ ևս մեկ անգամ Լիոնը ինչ է առաջարկելու Բարսելոնան եզիս կնետի Բարսելոնան Ավետիսյանն է կատարում եզրային նետում Ավակյանը ավելացեց գնդակի ընթացքը, բայց այստեղ Ասոյանին բաժնացավ գնդակ Աբրահամյան, լավներ խաղարկումը Ռաֆայել Աբրահամյանի եւ Բաբկեն Աբրահամյանի միջև այստեղ սխալ Բարսայի պաշտպանությունում, որից ամենաարագը օգտվում է Էմիլ Հարությունյանը 3-1 դարձնելով հանդիպման հաշիվը 1 գոլ Լիոնը ետ է բերում Էմիլ Հարությունյան 3-1 դարձավ հանդիպան հաշիվը, սա իհարկե արդեն հետաքրքիր է ավելի դարձում հանդիպումը, Լիոնը կարողանում է մեկը խփել ու Լիոնը ունի բնավորություն իսկապես հիշենք Մարսելի դեմ խաղը, հիշենք Արարատի դեմ խաղը շատ վստահ հանդիպում անցկացրեց Լիոնը, հիշենք Երևանի դեմ խաղը նախորդ տուրում, այո իսկապես ես նշեցի առաջի կեսում, որ Արարատի դեմ անցկացրեց հանդիպում Լիոնը, բայց Արարատին պարտվեց նվազագույն հաշվով, եթե ճիշտ եմ հիշում Լիոնը հենց առաջին տուրում 1-0, հետո արդեն կարողացավ հաջորդիվ երկու խաղերում տանել հաղթանակներ ու ամրապնդվել մրցաշարային աղյուսակի միջին հատվածում, դե եթե այսօր կարողանա Լիոնը գոնե միավորով հեռանալ խաղադաշտից, ապա այլ ավելի իհարկե կբարելավվի դիրքերը, բայց Բարսան այսպես հեշտությամբ չի համակերպվի այն մտքի հետ, որ իհարկե պարզապես այս առավելությունը զիջի մրցակցին Հովաննիսյան, պայել է գնդակը դաշտի սահմաններում Հովաննիսյանը ուղարկում է Նազարյանի ուղղությամբ ու դեպի ձախ եզր ենք տեսնում փոխանցում Սարգսյանն այստեղ է կա Ավետիսյանը շատ լավ նկատեց խաղանքերոջը Սարգսյանը ու կատարեց այս փոխանցումը ևս մեկ փոխանցում դեպի Տուգանայինի մատույցները հեռացնում են գնդակը Լիոնի ֆուտբոլիստները, պաշտպանները, բայց շարունակություն տալ այդ նոր ստեղծվող գրոհ ինչ ստացվեց Ադամյան, չի դիպել գնդակին Ադամյանը եզից կնետի, այո Լիոնը Ավետիսյան Ավակյան ստացվեց փոխանցումը, բայց Ասոյանը այստեղ լավ գործեց, լավ արձագանքեց գնդակին ու թույլ չտվեց Մաթևոսյանը շարժվի առաջ, այն որ Մաթևոսյանը ընդունում ու շարժվում է գնդակով առաջ տեսակ ինքներդ առաջի կեսում ինչ է վերածում իր հնարավորությունները Ժան Ավակյան կլորեց գնդակը Մաթևոսյանին, Մաթևոսյան Մաթևոսյան երվից փորձ ու հիմա շեղությամբ է ստացվում Մաթևոսյանի կատարած այս հարվածը այո պետք չէ իսկապես Մաթևոսյանին հարված կատարելու հնարավորություններ տալ հատկապես նմանատիպ տարածություններից հատկապես Մաթևոսյանը շատ լավ է հարվածում Ջուլակյանի երկար փոխանցում առաջ Աբրահամյանին բաժին ասավ գնդակը բայց հետո էլ լավ գործեց, եթե չեմ սխալվում Սարգսյաններ ու խլեց գնդակը լավն էր Սարգսյանի անցումը թողեց Համլետ Հովաննիսյանին, բայց պատասխան փոխանցումը չհասավ Սարգսյանին Հովաննիսյանը երվից հարված ու այստեղ էլ Ջուլակյանը որսած գնդակը Ավետիսյանն է արագանում աչքի եզրով Ավետիսյան ու գործրեց այստեղ արդեն գնդակը երկու մրցակցի հետ պայքարում եւ հիմա Լիոնի պատասխանը
Ասոյան, բայց արդեն Ասոյանի մոտ չստացվեց փոխանցում կատարելը, Ավետիսյանը հաջող է գործում։ Ավակյան մնաց գնդակը Բարսայի մոտ, այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը դեպի Մաթևոսյանը, Մաթևոսյան հետրիկ, Ջորջ Մեկգրաֆի Մաթևոսյանի անվան դիմաց այս խաղում արդեն 3 գնդակ ունի գրանցած։ Ռաֆի Մաթևոսյան, հետրիկ Մաթևոսյանի անվան դիմաց, այո, արդեն 3 գնդակի առավելություն նորից ունի լուծելու համար։ Ոչ թե 3 գնդակի առավելություն ունի Բարսան, այդ խնդիրը ունի նույնպես լուծելու, ինչ մինչև գնդակ հեղինակելն է Լիոն, այո, նույն 3 գնդակն է պետք Լիոնին առնվազն խաղում հավասարություն մտցնելու համար, ինչը էլ ավելի է արդեն բարդանում, քանի որ ժամանակի տեսանկյունից ժամանակը անցնում է ու իհարկե Բարսան շատ ճիշտ պահին, շատ հարմար պահին, իրեն հարմար պահին կարողացավ հեղինակել այս գնդակը ավելորդ լարվածությունից իհարկե խուսափելու համար։ Եթե ստացվեր Լիոնի մոտ 3-1 հաշվի պայմաններում եւս մեկը հեղինակել, ապա իհարկե պատկերացնում եք ինչ կրակոտ վերջնամաս կստացվեր մեզ, բայց փոխանենը խփեց չորրորդը Բարսան ու հիմա ունի նորից 3 գնդակի առավելություն։ Այստեղ անկյունային են վաստակում։ Բարսայի ֆուտբոլիստերը ու տեսնենք արդեն անկյունայինի խաղարկումը ինչ կտա Բարսելոնային։ Մաթևոսյան Բարսից փոխանցումը կա, հեռացնում են գնդակը Լիոնի ֆուտբոլիստները, Ավետիսյան դեպի Ավակյան ուղարկեց գնդակը, բայց Ավակյանի անցումը չստացվեց, Ասոյանը խլում իրականացեց եւ հակագրող գուցե Լիոնից տեսնենք, բայց դանդաղեց այստեղ մի փոքր։ Ասոյանը հետո շատ լավ անցում կատարեց, բայց հետո արդեն խախտեցին այո խաղի կանոնները Ասոյանի դեմ պայքարում։ Ու ստանդարտ է վաստակում Լիոնը Ինենք արդարացի այնպես չէ, որ վատ դիտքում է Տուգանայինը նշանակված, ընդհակառակը այստեղից կարող է ուղիղ հարված հետևել դարպասի ուղղությամբ։ Հարությունյանն է կարծես տեղադրում գնդակը նա կկատարի հարվածը։ Ես չեմ էլ բացառում, որ հարված ենք տեսնել։ Լուկաս Ունիչը բայց բարձր է ստացվում Հարությունյանի կատարած հարվածը այս իրավիճակում։ Ժանավակյան գլորեց գնդակը Ավետիսյանին դեպի Պողոսյանն է տեսնում փոխանցում Ավետիսյանին ու շատ հաջող փոխանցում կատարեց դարպասապահ այստեղ Սարգսյանին գրոհում է Բարսան Սարգսյան, եթե հասներ Համլետ Հովհաննիսյանին այս փոխանցումը, ապա ոչ ոք չէր խանգարում այդտեղ Հովհաննիսյանին մոտենալու դարպասին, ամենայն դեպս այդ պայդրությամբ, բայց փակվեց Սարգսյանի փոխանցման ճանապարհը։ Ու ես նետեց Լիոնը Եգորյան դեպի առաջ այստեղ էլ շատ հեռուն գնաց Եգորյանի կատարած փոխանցումը։ Սարգսյան թողնում է գնդակը Ավետիսյանին, Էմիլ Հարությունյանն է միջամտում պայքարի եւ կարողացավ գնդակը պահել իր մոտ, հետո նոր ուղարկեց դարպասապահ Ռոման Ջուլակյանին, երկար փոխանցում էլ Ջուլակյանից ենք տեսնում։ Լյուդվիգ Ադամյան կա փոխանցում Աբրահամյան ու չստացվեց։ Հիմա եթե Լիոնը խփեր ու նորից 2 գնդակի տարբերություն լիներ խաղադաշտում, ապա կարող էինք մտածել իհարկե Լիոնի պարտությունից խոսափելու մասին։ Դեռ չեմ ասում, որ Լիոնը պարտված է այս խաղում, քանի որ դեռ կա խաղաժամանակ, բավական խաղաժամանակ, նույնիսկ այո, չեմ խուսափի այդ բառերից եւ ասեմ 3 գնդակի մասին մտածելու
Բայց իհարկե որքան անցի ժամանակ այնքան Լեոնի խնդիրը գնալով կբարձրանա։ Բարձրանել եթե հիմա խփում է ու ունենում 4 գնդակի առավելություն, Մաթևոսյան չնստեց գնդակը ոտքին, ուզում է ասել հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը կտա Մաթևոսյանը, բայց այս հարվածը չստացվեց Ասոյան։ Հետ է ուղարկում գնդակը Ժուլակյանին։ Ռիսկ են դիմում Լեոնի ֆուտբոլիստները, բայց ստացվեց Եգորյանի մոտ այստեղ ապահով գործել։ Այո, դեռ 12 րոպե կա մինչև հիմնական ժամանակի ավարտը։ Հարությունյան այստեղ էլ լավ գործեցին։ Բարսայի ֆուտբոլիստները Նազարյան ուղարկում է Հովանեսյանին, թողեց Հովանեսյանն էլ գնդակը Սարգսյանին։ Ավետիսյան, լավ անցում էր Ավետիսյանից, Մաթևոսյան, հարված արդյոք տեսնելու ենք թե ոչ, Մաթևոսյան գրագետ փոխանցում, բայց արդեն Հովանեսյանը չհասցրեց այստեղ արձագանքել գնդակին աննշան շեղում Հովանեսյանից ու կասկած չկա գրեթե որ գնդակը հայտնվելու էր ցանցում, այդքան մոտ էր արդեն Հովանեսյանը մրցակցի դարպասին։ Ժանավակյան խորքից Բարսան փորձում է եւս մեկ դասական գրոհ կազմակերպել։ Բայց այստեղ էլ գնդակը Տիգրան Սեթրակյանին բաժին ասավ եւս մեկ փոխանցում Նազարյանն ներառնում գնդակը Եգորյան։ Բայց այստեղ էլ Ավետիսյանին բաժին ասավ գնդակը ու ատոսեկիչ լավ անցում Ավետիսյանից, բայց ինչու շտապեց այսքան Ավետիսյանը։ Կարող էր ավելի մոտենալ, հետո կստացվեր Հովանեսյանին փոխանցելը, կստացվեր չէ, արդեն Մաթևոսյանը բացազատվել էր եւ աճ եզրում կարող էր սպասել փոխանցման ամեն դեպքում որոշեց Ավետիսյանը ինքն էլ եզրափակելու այսպես ստացվեց այս դրվագում գրոհը Բարսայի ֆուտբոլիստների երկար փոխանցում ենք տեսնում Ավետիսյանը այստեղ էլ լավ է գործում Աբրահամյան դեպի Ադամյանը նորից Աբրահամյան գլորես գնդակը Եգորյանի ուղղությամբ Ադամյան ու այստեղ պայեց, այո, հաստրեց Ժուլակյանը պայել գնդակը դաշտի սահմաններում, բայց փոխանցման ճանապարհին Համլետ Հովանեսյանը կանգնեց եւս մենք փոխանցում ենք տեսնում Ժուլակյանից ու այստեղ էլ արդեն Նազարյանը գրագետ գործում պաշտպանությունում, բայց դադարեցեց մրցավարա հանդիպումը, հասկանանք ինչ է պատահել Սարգսյանին այս իրավիճակում հայտնվել էր։ Այո, եթե չեմ սխալվում, Սարգսյանն էր հայտնվել խոտածածկինում։ Կանգնեց ոտքի ամեն ինչ կարգին է Սարգսյանի հետ Մաթևոսյան դեպի Ավակյանը, բայց փակվեց նաև այս գրոհի ճանապարհը ու հիմա Լեոնի պատասխանը 10 րոպե միջև հիմնական ժամանակի ավարտը։ Այդքան ունի իր տրամադրության տակ Լեոն այս խաղում բարձրությունից խուսափելու համար, այդքան ունի Բարսան իր առավելությունը պահելու կամ գուցե մեծացնելու համար Հովանեսյան մնաց գնդակով Համլետ Հովանեսյանը հետ է ուղարկում Ավետիսյանին Համլետ Հովանեսյան Նազարյանն է գնդակով դեպի Հովանեսյանը եւս մեկ փոխանցում հետևեց Այո, չի շտապում, երևում է, որ Բարսան ընդհանրապես շտապելու ոչ մի միտք չունի, Բարսան շատ հանգիստ է գործում, Բարսան փորձում է, կստացվի, չէ, ամեն դեպքում ունեն արդեն առավելություն, Ժան Ավակյան լավն էր մտահղացումը, բայց փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց, քան խաղանկերը արդեն սպասում էր Այո, րոպեներ առաջ եղավ դարպասապայի փոփոխություն, նաև Բարսայի կազմում այս պահին դարպասը արդեն Նարեկ Ղազարյանն է պաշտպանում Արտուր Պողոսյանի փոխարեն Ռաֆի Մաթևոսյան, բայց նորից չհայտվեց հարվածային դիրքում, եթե անցումը ստացվեր Մաթևոսյանի մոտ կասկած չունեմ, որ հարված կհետևեր դարպասին, բայց դա չեղավ այս իրավիճակում, հիմա գրոհում են Լեոնը, Սեթրակյան
հետ փոխանցում դեպի Աբրահամյանը, Եգորյան, Ջուլակյան, այդպիսի տպավորությունը իսկապես որ Բարսան լինի պարտվողի կարգավիճակում, ոչ թե Լիոնը, ամենայն դեպս փորձում են գրողների մեծ մասը Բարսայի ֆուտբոլիստների իրականացնել այս րոպեներին։ Աբրահամյան ստացվեց պահել գնդակը այստեղ Լիոնի համար ու տեսեք խնդրեմ վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն։ Այս իրավիճակում Լիոնը Աբրահամյանի ջանքերի շնորհիվ եւ տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա արդեն Լիոնի ֆուտբոլիստերին։ Կարելի է խաղարկել անկյունայինը Հարությունյան գլորեց գնդակը Եգորյանին։ Եգորյան շեղ է ստացվում հարվածը Եգորյանի կատարած։ Հայկ Ավետիսյան։ Այս առաջում Ավետիսյանը գնդակի իր մոտ հիմա ուղարկում է Դավիթ Ավետիսյանին ու դեպի Նազարյանն ենք տեսնում փոխանցում։ Ավետիսյան, բայց գնդակը այստեղ կորցրեցին Հարությունյան, հետո Նազարյանը վերականգնեց գնդակը Ժան Ավակյան։ Տեսնենք ինչ է մտածում Ավակյանը։ Դեպի կենտրոն գտավ Ավետիսյանին։ Երկար փոխանցում էլ Ավետիսյանից, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը, հիմա էլ արդեն եզից է նետելու Լիոնը, այո, փաստենք, իսկապես փաստենք, որ Բարսան արդեն ունի 3 միավոր այս խաղում ապահոված, քանի որ ժամանակի տեսանկյունից արդեն մեծ ցանկությունը դեռ մի կողմ դրած Լիոնը չի հասնի 3 գնդակ հեղինակել Բարսայի դարպաս Ավետիսյան, Դավիթ Ավետիսյան բարձր է ստացում Ավետիսյանի այս փորձը։ Այո 5 րոպե մինչև հանդիպման ավարտը, մի փոքր վայրկյաններ ավելու, դա իհարկե կարծում եմ արդեն ինքներդ լավ հասկանում եք, որ բավական չէ այսպիսի Բարսայի դարպասը 3 գնդակ հեղինակելու համար։ Այո, մեղադրել Լիոնին այս պարտության մեջ չենք կարող, ունի կադրային կորուստ Լիոն այս խաղում։ Երկու առանցքային ֆուտբոլիստներ ներկա չեն այս հանդիպանը։ Հարությունյան ու այստեղ բրավո Ղազարյան, բրկեց վերահաս գոլից Բարսայի դարպաս, ապա Բարսային այս իրավիճակում շատ լավ շրջվեց Հարությունյան ու հարվածեց, բայց կրկնակի երակի լավ սեյվ ստացվեց իհարկե դարպասապայի կատարմամբ դարպասապա Նարեկ Ղազարյանի կողմից, իսկ հիմա արդեն ոչ ոք չխանգարեց այս իրավիճակում գրավելու դարպասը 4-2 է դառնում հանդիպան հաշիվը, Գալուս Ղուկասյանն է գրավում հիմա էլ Բարսայի դարպասը։ Գալուս Ղուկասյան 4-2 դարձավ հանդիպան հաշիվը, խնդրեմ Լիոնը մեկը հեղինակեց ու հիմա իհարկե այն րոպեին հեղինակեց Լիոնը, որ անհրաժեշտ էր, բայց քիչ, իսկապես քիչ ժամանակ ունեն իրենց տրամադրության զանգ Լիոնի ֆուտբոլիստները։ 2 գնդակ հեղինակել պետք է Աբրահամյան ու հիմա էլ արդեն թույլ չեն տալիս Աբրահամյանին հարված կատարել։ Այո 2 գնդակ, իսկապես Լիոնը արեց ամեն ինչ, խոսում է իր ֆուտբոլիստների բացակայության մասին, հարձակվողական ոչի ֆուտբոլիստների այսօր չեն կարողանում իսկապես Լիոնին օգնել։ Վաղինակ Սեդրակյանը ներկա չէ այս հանդիպանը եւ Բաղդասարյանն ստացավ վնասված կարճի խաղակերպում ու այդպես էլ այսօր մենք կարծում եմ նրան այլևս չենք տեսնի խաղադաշտում, այո վնասվածքը լուրջ էր Բաղդասարյանին եւ հուսանք, որ նրան մենք հաջորդ խաղում կտեսնենք Լիոնի հայտարարությունում։ Այո, այս երկու ֆուտբոլիստերի բացակայության պայմաններում Լիոնը ամեն դեպքում արեց այն ինչը հնարավոր էր, այն ինչը իր ուժերի սահմաններում էր։ Ես իսկ նետում եմ Աբրահամյանը, Ջուլակյան, ու հիմա էլ մրցավարը հանդիպումը դադարեցնում է, կարծես վնասված ստացավ Դավիթ Ավետիսյանը։
կանգնեց ոտքի Ավետիսյանը ու կշարունակի այս հանդիպումը Աբրահամյան երվից փորձ չեղությամբ է ստացվում Աբրահամյանի կատարած այս հարվածը Եվ Նազարյանը գնդակի մոտ է, բայց ոչ Ավետիսյանը մոտեցավ գնդակին, նա ուղարկի գնդակը առաջ, այսպիսի երկար փոխանցում, բայց ուղիղ Ռոման Ջուրակյանին բաժնասավ գնդակը այս իրավիճակում։ Սարգսյան գլորում է գնդակը Նազարյանի ուղղությամբ ու դեպի կենտրոն փոխանցում, այստեղ գրոյի անցնում Բարսելոնան վտանգավոր գրոյի, բայց Ավետիսյանի փոխանցման ճանապարհը փակվում է եւ հիմա հակագրող կարող են Լիոնից տեսնել, բայց Ղուկասյանը արդեն արգելակեց ու գծեց այս իրավիճակում գրոյի տեմպը։ Ասոյան դեպի Աբրահամյանը Այստեղ էլ հաջող են գործում Բարսայի ֆուտբոլիստները Սարգսյան, Մաթևոսյան ընդունեց Մաթևոսյանը գնդակ ու շարժում է առաջ Մաթևոսյան երվից փորձ փակվում է Մաթևոսյանի հարվածի ճանապարհը Եգորյանի կողմից դեպի Աբրահամյանն էլ ուղարկեց գնդակը Եգորյանը, բայց արագել Մաթևոսյանը խլում իրականացեց Սարգսյան, Կաչից Ավակյանը, բայց Ավետիսյանին է ուղարկում գնդակը Սարգսյանը Ավետիսյանն էլ հարվածում է ու փակվում է նաև Ավետիսյանի հարվածի ճանապարհը Եզից է նետելու Բարսելոնան կատարված է եզրային նետումը Մաթևոսյան բայց գնդակը դաշտի սահմաններում Մաթևոսյանը Ժանավակյան ու այո Աբրահամյանից է դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից կատարված է եզրային նետումը Դավիթ Ավետիսյանն է ընդունել գնդակը ու հիմա Լյուդվիգ Ադամյանն է փակում Ավետիսյանի փոխանցման ճանապարհը հիմա մի փոքր պետք է արագացնի Լեոն Աբրահամյան կասի արդյոք այս գնդակին ոչ շատ ուժեղ էր այս կատարված փոխանցումը ու ես իսկ նետի արդեն Բարսան Նազարյան դեպի Ավակյանը չկար ոչինչ, մրցավարը ոչինչ չնկատեց այս իրավիճակում Ասոյան լավն է հարվածը, բայց Ղազարյանը վերցնում է այս իրավիճակում գնդակը առանց խնդիրների նետելով Նազարյանի ուղղությամբ գտավ կենտրոնում Ժան Ավակյանին Ավակյան միայն գործեց Ավակյանը բայց վերջում հարված կատարելը թույլ չտվեցին այստեղ կա խախտում բայց գնդակը մնում է Մաթևոսյանի մոտ չի սուլում մրցավարը Մաթևոսյան տեսնենք ինչ շարունակություն է մտածում Ռաֆիկ Մաթևոսյանը պահում է գնդակը իր մոտ դեպի Համլետ Հովհաննիսյանը փոխանցեց Սարգսյան այստեղ գնդակի կորուստ բայց Սարգսյանը շատ արագ վերականգնեց ու շատ հաջող փոխանցում է կատարում Ավետիսյանին Եվս մեկ փոխանցում դեպի Համլետ Հովհաննիսյանը, Հովհաննիսյան բարձր ստացվեց Հովհաննիսյանի կատարած այս հարվածը։ Ու Ջուլակյանը իհարկե հասկանալի է շտապում է երկար փոխանցում առաջ, այստեղ Հայկ Ավետիսյանը մաքուր է գործել ու գրո նորից Բարսայից, բայց փոխանցում Ավետիսյանի չստացվեց։ Ժանավակյան ու այստեղ գնդակը խլում են Լիոնի ֆուտբոլիստերը, բայց սանդվեր էր Ավետիսյանի համար միայն կանգնած էր եւ փոխանցում հետևեց հենց Ավետիսյանի ուղղությամբ Ավետիսյան վտանգավոր է փակեց Եգորյանը գնդակի ճանապարհը անկիրային իրականացնի Բարսան արդեն այո մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է ընթանում հիմնական ժամանակը սպառվեց ու տեսնենք այս 1-2 րոպեների ընթացքում
որը կարծում եմ ամենաշատ այդքան փոխհատուցի մրցավարը, ինչ կառաջարկի Լիոնը ինչ կառաջարկի Բարսան Հովանիսյան կա փոխանցում այստեղ Սեթրակյանը հեռացեց գնդակը կարող է հակագրոել Լիոնը, բայց Ասոյանը սայթակեց Ասոյան հիմա կա փոխանցում, բայց արդեն Ժան Ավակյանին է բաժնացնում գնդակը ուղարկեց Հովանիսյանի ուղղությամբ, սա արված էր, բայց Ջուլակյանը վերցնում է գնդակը Ջուլակյան, հանցումը գեղեցիկ է դարպասապայի, երկրորդ դրվագում նույնպես ստացվեց, բայց այստեղ արդեն Ավետիսյանը հաջող պաշտպանվեց Եսրային նետում իրականացված է Աբրահամյան կա փոխանցում, բայց Ժան Ավակյան այստեղ է Ավակյան ու վերջ այո հանդիպումը ավարտվում է այս հետաքրքիր հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով հաղթեց Բարսան ու վաստակեցի հերթական 3 միավորը խաղային օրը մեզ մոտ այս հանդիպումից հետո ավարտվում է բարի գիշեր ու ամենայն բարիք